Ապրենք առողջ հաղորդումն եք դուք դիտում 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր հյուրընկալել եմ Հուրացան համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրին դիսպանսեր ծառայության ղեկավար Շողեր Գրիգորյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Ուզում եմ խոսենք այս հաղորդման ընթացքում մեր երեխաների առողջ աճի մասին, հա։ Ինչու եմ նշում առողջ աճը, որովհետև շատ հաճախ կտեսնենք, երբ որևէ այգում, որևէ զրույցի կամ հանդիպման ժամանակ մի մայրիկը մյուսին ասում է, որ վայ քո երեխան շատ ցածրահասակ է, մյուսին ասում է շատ բարձրահասակ է, այս տարիքի համար գուցե խնդիրներ կան եւ այլն, լավ։ Ես ուզում եմ բոլոր մայրիկներին հանգստացնող, ինչու ոչ նաեւ անհանգստացնող, հա, զրույց ունենանք։ Առաջինը, որ բոլոր երեխաներն անհատական են եւ եթե նույն տարիքի երեխաներից մեկը շատ բարձրահասակ է կամ մյուսը շատ ցածրահասակ է, սա դեռ չի նշանակում, որ ինչ-որ խնդրի մասին ենք խոսում։ Երբ պիտի մայրիկը մտածի կամ հասկանա կամ կասկածի, որ երեխայի մոտ աճի հետ կապված որոշակի խնդիրներ են ձևավորվում։ Նախ սկսենք առհասարակ, որ հասակը երեխայի դա երեխայի առողջության մի ցուցանիշ է, երբ որ բժիշկը տեսնում է երեխային ու գնահատում է երեխայի հասակը, քաշը, դա երբ որ երեխան նորմայի մեջ է, դա նշանակում է, որ երեխայի առողջական վիճակը, այսպես ասած, նորմալի շրջանակում է, այո։ Երեխայի աճը իհարկե կախված է շատ գործոններից, սկսած հղիության ժամանակ մամայի կողմից տարած հիվանդություններից, ժառանգական ֆակտորներից, ծնողների հասակից, արտաքին միջավայրի գործոններից, մի շարք հիվանդություններից, իհարկե, այդ ամբողջը ազդեցություն ունի հասակի վրա։ Եվ տեղամասային բժշկուհին, երբ որ մայրը տանում է երեխային բժշկու մոտ, առհասարակ առաջինը իրանք են, առաջնային օղակը, որ գնահատում են երեխայի հասակը։ Ու երբ որ բժիշկը տեսնում է, որ երեխան ունի, ասենք, նորմայից ցածր կամ նորմայից բարձր հասակ, այդ դեպքում արդեն պետք է ավելի զգոն լինի։ Ունենք հատուկ պերցենտիլային աղյուսակներ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված, այդ պերցենտիլային աղյուսակների տվյալների հիման վրա տեղամասային մանկաբույժը գնահատում է երեխայի աճը։ Ու երբ որ նկատում է, որ երեխան, ասենք, նորմայից ցածրահասակ է, դա արդեն ցուցում է հետագա հետազոտությունների։ Առաջինը մանկաբույժի կողմից իրանց պաթոլոգիաները շղթերն է, դա նոր էնդոկրինոլոգիի խորհրդատվություն։ Ինչպես նաև կարող նաև լինի հակառակ դեպքը, երբ որ երեխան չափից ավել բարձրահասակ է, դա էլ է անհանգստացնող։ Ու այդ դեպքում եւս երեխային պետք է զնի համապատասխան մասնագետը։ Ու այս դեպքում էնդոկրինոլոգը։ Իսկ եթե գենետիկ, այսպես ասած, կոդում բոլորը բարձրահասակ են, էլի անհանգստանալու կարիք կա։ Կան որոշակի հետազոտություններ, որ պետք է արվի ու համոզվի, բժիշկը համոզվի, որ իրոք խնդիր չունի, այսինքն դա ժառանգական ֆակտորն է ու մենք չենք անհանգստանում այդ դեպքում։ Բայց կան մի շարք էնդոկրին հիվանդություններ, երբ որ ունենում ենք բարձրահասակություն ու պաթոլոգիկ բարձրահասակություն, որը երբ որ ժամանակին երևում է, չէ՞ մի տեսակ։ Այո, նման պացիենտները կարող են լինել պրոպորցիոնալ, то есть վերին եւ ստորին հատվածը մարմնի պրոպորցիոնալ են իրանք։ Իսկ կա նաև դիսպրոպորցիոնալ, երբ որ ասենք ստորին հատվածը մարմնի ավելի բարձր է, օրինակ, քան վերինը։ Դա պետք է զնվի մանկաբույժի եւ էնդոկրինոլոգի կողմից եւ համապատասխան հետազոտություններ պետք է անցնի տվյալ բալիկը։ Մեր մայրիկները շատ սիրում են նաև վիտամինային որոշակի կոմպլեքսներ օգտագործել, մասնավորապես, երբ այդ կոմպլեքսները ճակերտավոր նշանակվում կամ խորհուրդ են տրվում ընկերուհիների, Facebook-յան կամ Instagram-յան խմբերի ներկայացուցիչների կողմից, օրինակ, երբ որ երեխան մի փոքր ցածրահասակ է, կարելի է այս կամ այն վիտամինները խմել ու երեխայի աճը, էլի ճակերտավոր ասած, կարգավորել։ Այս մասին ինչ կասեք։ Տեսեք, վիտամինները ուղղակի խմել կամ երեխային խմացնել չի կարելի։ Դա պետք է լինի խիստ ցուցումով։ Դրանք անվտանգ չեն։ Այո, դրանք անվտանգ չեն, որտեվ գերդոզավորումը վիտամինների եւս բերում է լուրջ խնդիրների։
Այսպես օրինակ վիտամին D-ի գերդոզավորումը կարող է բերել մի շարք խնդիրների, կալցիումի կուտակումների տարբեր հյուսվածքներում, երիկամներում ու լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Այդ պատճառով չի կարելի ուղղակի երեխային տալ վիտամին D կամ ինչ-որ հարևանի ցուցումով կամ ընկերուհու ցուցումով չի կարելի նման բաներ անել։ Կան տարիքային խմբեր, որոնց ցուցված են պրոֆիլակտիկ վիտամին D-ն, դա երեխաներն են մինչև 1 տարեկան ռախիտի պրոֆիլակտիկայի համար, որ նշանակվում է, ծեր մարդիկ են, տարեց մարդիկ, հղիներն են, բայց մնացած տարիքային խմբերում պրոֆիլակտիկ վիտամին D նշանակել ցուցված չի։ Պետք է հատուկ հետազոտություններ արվի, հետազոտվի պացիենտը, եթե իրոք կա դեֆիցիտ վիտամին D-ի, կարիքը կա նոր այդ դեպքում նշանակել։ Ուստի առանց բժշկի այցելելու կամ առանց բժշկի խորհրդի վիտամին D խմել ճիշտ չի։ Այստեղ նաև կուզեմ խոսենք սննդակարգի մասին, որովհետև ինչպես Հիպոկրատն էր ասում, մենք այն ենք ինչ ուտում ենք, չէ՞։ Եվ նաև պետք է չմոռանանք, ասում էր նաև, որ պետք է ուտել սնունդը որպես դեղ, որպեսզի հետո դեղերը չուտենք որպես սնունդ։ Ուստի ինչ ուտենք, ինչքան ուտենք, ինչով կերակրենք մեր երեխաներին, որպեսզի ունենանք առողջ աճով առողջ երեխա։ Իրականում երեխաների համար սնունդը շատ կարևոր է, հատկապես առաջի 2 տարվա համար երեխաների աճի զարգացման համար շատ կարևոր է բալանսավորված սնունդը։ То есть այդ սնունդը պետք է լինի հարուստ սպիտակուցներով, ճարպերով եւ ածխաջրերով։ Այսինքն ծնված օրվանից մայրը պետք է տեղեկացված լինի թե բժշկի կողմից, թե հարազատների կողմից միգուցե այդ սննդակարգի մասին ու շատ կարևոր է որ երեխան ճիշտ սնվի։ Շատ ժամանակ լինում են դեպքեր, որ ասենք 1 տարեկան երեխան տալիս են քաղցրավենիք, որը չի կարելի այդ տարիքում երեխային տալ։ Երեխան պետք է բալանսավորված սնունդ օգտագործի, որպեսզի հետագայում եւ աճի հետ կապված եւ այլ ստամոքսաղիքային տրակտի հետ կապված առհասարակ երեխայի զարգացումը չտուժի։ Այդ պատճառով ես հորդորում եմ մեր բնակչությանը, չգիտեմ, որ առողջ ապրելակերպը ու առողջ այդ ափսեի գաղափարը, այո, մի քիչ մեր բնակչությունն ավելի հետևի դրան, որտեղ շատ լուրջ խնդիրներ ունենք, հատկապես ճարպակալման առումով։ Մենք տեսնում ենք, որ երեխաների մոտ հեշտ յուրացվող ածխաջրերի օգտագործումը չափազանց շատ է, որը բերում է ճարպակալման եւ հետագա խնդիրների, то есть ավելի մեծ տարիքում դիաբետի առաջացման, սիրտանոթային համակարգի կողմից խնդիրների, աղջիկների կողմից ռեպրոդուկտիվ ֆունկցիայի խանգարման, որպեսզի նման խնդիրներ չունենանք, շատ կարևոր է այդ առողջ ապրելակերպը։ Բացի սննդակարգից նաև շատ կարևոր է երեխայի ֆիզիկական ակտիվությունը։ Պետք է երեխային, չգիտեմ, բակային խաղերը, որ հիմա ոնց որ ավելի շատ 3-րդ պլան են գնացել։ Այո, 3-րդ պլան ու շատ քիչ են խաղում դրսում երեխեքը, դա պետք է շատ կարևոր է, որ երեխան ֆիզիկապես ակտիվ լինի։ Թեկուզ ինչ որ սպորտաձևեր, այո, հաճախի երեխան, թեկուզ այդ ձևով, բայց պետք է ու պետք է սահմանափակել այդ հեշտ յուրացվող ածխաջրերը, որը շատ մեծ քանակությամբ են օգտագործում երեխաները ու մենք տեսնում ենք դրա արդյունքը եւ ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք ճարպակալումը ինչ տեմպերով է առաջ գնում, որը շատ մտահոգիչ է իհարկե։ Ես ճիշտ եմ հասկանում, որ բոլոր դեպքերում, եթե մենք ունենք աճի հետ կապված պաթոլոգիկ խնդիրներ, որը կամ առաջնային ուղղակի մասնագետը կամ արդեն իսկ էնդոկրինոլոգը նկատել են, դրանք նաև ունեն լուծումներ։ Այո։ Տեսեք, երեխայի աճի համար պատասխանատու մի շարք ֆակտորներ կան։ Առաջինը ասեցինք, որ սնունդը շատ կարևոր է։ Բացի դրանից երեխայի ֆիզիկական ակտիվությունը, քանի որ դա խթանում է աճի հորմոնի արտադրությունը, երեխայի քունը շատ կարևոր է, որ երեխաները ժամանակին քնեն, որպեսզի ունենան աճի հորմոնի արտադրությունը նորմալ ընթանա եւ էդ էլ նպաստի, որ երեխան նորմալ աճի ու զարգանա։
Եթե կա արդեն խնդիր, մանկաբույժը նկատեց, որ խնդիր կա, երեխան լավ չի աճում, հաջորդ քայլը ուղղորդելն է, ասենք էնդոկրինոլոգի մոտ։ Էնդոկրինոլոգը հատուկ հետազոտություն, էնդոկրին շատ պատճառներ ունենք, որ կարող է երեխան ունենա ցածրահասակություն, սկսած աճի հորմոնի անբավարարությունից, վահանաձև գեղձի խնդիրներից, մակերի կամների կողմից խնդիր կարող է լինել, ոչ շաքարային դիաբետը, ինչու ոչ, դիաբետի դեկոմպենսացված դիաբետը նույնպես կարող է պատճառ լինել ցածրահասակության։ Եվ այս ամբողջը զննելով երեխային, հետազոտելով երեխային, նոր մասնագետը գալիս է եզրակացության եւ նշանակում է համապատասխան բուժում, եթե կարիքը կա իհարկե։ Մենք նաև հաճախ կտեսնենք, երբ օրինակ այս կամ այն տարիքում երեխան բավական ցածրահասակ է եւ կտրուկ որևէ տարիքից սկսած սկսում է շատ արագ հասակը բարձրանալ, քաշը ավելանալ, մեծանալ եւ սա կարծես թե առավել շատ հանդիպում է տղա երեխաների մոտ։ Մենք հաճախ ենք տեսնում, երբ դպրոցում երեխաները, տղա երեխաներն ավելի փոքրամարմին են, ավելի ցածրահասակ են, բայց հասնում է X որևէ տարիքի եւ դրանից հետո տղաները սկսում են այսպես առաջացնել, հա, աղջիկներից։ Այստեղ ինչ է կատարվում։ Տեսեք, ընդհանրապես երեխայի աճման շրջանը կարելի է բաժանել մի քանի շրջանի։ Ասենք ծնվելուց պրենատալ եւ պոստնատալ։ Պրենատալ, այսինքն այդ հղիության ընթացքում պտղի զարգացումն է եւ պոստնատալ ծննդաբերությունից հետո։ Կարելի է բաժանել միջև 2 տարեկան, 2-ից միջև սեռահասունացման շրջան, պուբերտատ եւ պուբերտատից հետո։ Հիմա միջև 2 տարեկան երեխաների մոտ ամենաարագ աճը միջև 2 տարեկանն է։ Այդ 2 տարվա ընթացքում երեխաների մոտավոր աճում են 30-ից 35 սանտիմ։ Դրանից հետո 2-ից միջև սեռահասունացման տարիքը միջինում աճում են տարեկան 5-ից 8 սանտիմետր երեխաները։ Այդ նախապուբերտատային, նախասեռահասունացման տարիքում ոնց որ մի պահ աճը ավելի դանդաղում է, կարող է հասնել նաև տարում 4 սանտիմետրից ավելի քիչ։ Ու կապված երեխայի սեռական հասունացման սկիզբը երբ է լինում, մի քիչ տարբերվում են աղջիկներն ու տղաները։ Աղջիկների մոտ սովորաբար սեռական հասունացումը ավելի շուտ է սկսվում, քան տղաների մոտ։ Աղջիկների մոտ համարում ենք 8-ից բարձր, արդեն նորմա, տղաների մոտ 9-ից բարձր։ Դրա համար գալիս է մի տարիք, երբ որ մենք ունենում ենք աղջիկները ավելի բարձրահասակ, որտեղ իրանց մոտ արդեն սկսվել է սեռական հասունացումը, այդ սեռական հորմոնների ազդեցության տակ է այդ իրանց այդ ակտիվ աճը, ու ավելի բարձրահասակ են, քան տղաները։ Ու հետո երբ որ սկսում է տղաների սեռական հասունացումը, արդեն տղաները առաջ են անցնում աղջիկներին։ Ու տղաների աճը սեռահասունացման շրջանում մի քիչ ավելի շատ է, աղջիկները սովորաբար աճում են տարեկան 8-ից 10 սանտիմետր, տղաները ավելի շատ, կարող է 10-12, մինչև 14 մաքսիմում։ Այդքան են աճում։ Ու արդյունքում մենք ունենում ենք, որ տղաները ավելի բարձրահասակ հետագայում։ Բայց այն մի պերիոդը, երբ որ աղջիկների մոտ սեռահասունացումը շուտ է սկսում, իրանք ավելի բոյով են, ու դա շատ ժամանակ ուսուցիչներն են նկատում, որ դասարանում աղջիկները ավելի բոյով են, այո։ Այդ սովորաբար 10 տարեկանի, այդ 10 տարեկանի շրջանը 6-7-րդ, 5-ից 7-րդ դասարան, այսպես ասեմ։ Շարունակելով զրույցը, նաև բավականին տարածված հարց եմ տալու, որ բոլոր ցածրահասակներին խորհուրդ են տալիս շատ գազար ուտել, չգիտես թե ինչու, եւ երկրորդը ասում են, որ պետք է ձգումներ շատ անել։ Սրանք որքանով են ռեալ, արդյոք գազարը եւ շատ ձգումները կարող են օգնել ավելի բարձրահասակ դառնալու։ Նույն գազարը եւ ձգումները դա մտնում են բալանսավորված սննդի եւ ֆիզիկական ակտիվության մեջ, որը այո, շատ կարեւոր դեր ունի երեխայի աճի համար։ Հենց դրա համար, որ ասում ենք, դա հենց գազարը չի, ուղղակի թեկուզ բանջարեղենը, միրգը, որոնք հարուստ են վիտամիններով։ Այո, իհարկե, միայն գազարը չի, վիտամիններով հարուստ սնունդ, այսինքն դա պետք է լինի բանջարեղենով, բանջարեղեն, միրգ, միս, կատնամթերք, այդ սննդամթերքով հարուստ սննդակարգ եւ ձգվելը դա ֆիզիկական ակտիվությունն է, որը խթանում է աճի հորմոնի արտադրությունը եւ արդյունքում մենք ունենում ենք նորմալ զարգացած երեխա։
Սա է պատճառը, որ տղաները բանակում ծառայելուց հետո կարծես մի փոքր ավելի արագ են իրենք հասակ հավաքում, որովհետև դե այնտեղ ֆիզիկապես շատ ակտիվ են լինում։ Ես կասեի երևի դա ավելի շատ կոնստիտուցիոնալ ցածրահասակության պայմանավորված, որտեղ մեծամասամբ ունենում ենք տղաների մոտ կամ աղջիկների մոտ կոնստիտուցիոնալ ցածրահասակություն, այսինքն կեցվածքի, հա, պատճառով։ Չէ, կեցվածքի պատճառով չի, երբ որ երեխայի մոտ դա կարա լինի կապված եւ սեռահասունացման ուշացման հետ, եւ առանց սեռահասունացման։ Ու կարող է տղաների մոտ օրինակ սեռահասունացումը ուշանում է, այդ տղաները, որ շատերը ասում են բանակում է բոյովացել, դա կապված է սեռահասունացման ուշացման հետ, այո, դրա հետ է պայմանավորված լինում։ Ու դա ոնց որ նորմայի մի տարբերակ է, չեն կարող է դեպքում ասել դա պաթոլոգիա է։ Եթե այսպես ամփոփելու լինենք այսօրվա մեր զրույցը, հստակ կարող ենք ասել, որ անկախ նրանից, եթե ընտանիքում տատիկը, պապիկը, մորեղբայրը եւ այլն ցածրահասակ են, երեխան էլ ցածրահասակ է, պետք չէ մտածել, որ դե հենց այդպես էլ պետք է լիներ, եւ նաեւ հակառակը։ Ուստի ցանկացած շեղման դեպքում, թեկուզ այդ շեղումը ճակերտավոր նորմա համարելու համար պետք է անպայման գոնե մեկ անգամ մասնագետի հետ խորհրդատվություն։ Տեսեք, իհարկե ժառանգական ֆակտորը շատ մեծ նշանակություն ունի։ Պետք է հաշվի առնել ծնողների։ Իհարկե, դա դավաճիր չի, պետք է հաշվի առնել ծնողների հասակը եւ կան բանաձևեր, որոնք որոշվում է սպասվող հասակը երեխայի, ելնելով ծնողների հասակից։ Այս մեկը չգիտեի։ Եթե բայց տեսնում ենք, որ այդ նորմաներից երեխան հետ է մնում, պետք է հետազոտել երեխային ու երբ որ մենք չենք ունենում խնդիր, այսինքն օրինակ չունենք աճի հորմոնի դեֆիցիտ կամ չունենք վահանաձև գեղձի կողմի խնդիրներ, то есть բժիշկը գտնում է, որ էնդոկրին հիվանդություններ չկա, սոմատիկալ հիվանդություններ չունի երեխան, այդ դեպքում այո, կարա լինի այստեղ ժառանգական ֆակտորը ծնողների հասակից կամ տատիկ-պապիկների հասակից ելնելով։ Կան նաև մի շարք գենետիկ հիվանդություններ, խրոմոսոմային անոմալիաներ, որոնք նույնպես բերում են ցածրահասակության։ Այդ դեպքում եւս մասնագետը պետքա գնահատի։ Կարծում եմ, որ ճիշտ է այն է, երբ որ մանկաբույժը տեսա, որ երեխան աճը հապաղում է երեխայի, պետք է ուղղորդի մասնագետի մոտ ու ըստ եզրակացության որոշվի հետագա անելիքը արդեն։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Սիրելի հիշեցնեմ, որ զրուցակիցս Մուրացյան համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրին դիսպանսեր ծառայության ղեկավար Շողեր Գրիգորյանն էր։ Մենք կհանդիպենք նաև մյուս հաղորդման շրջանակներում, իսկ այսօրվա համար այսքանը ցտեսություն։